կարող մտնել Աստծո արքայություն, այսինքն եթե մկրտված չլինի, չի կարող Աստծո հետ հաղորդվել։ Դրա համար մենք նրանց, ովքեր մկրտված չեն, սուրբ հաղորդությունը չենք տալիս, մինչև որ մկրտվի։ Ովքեր մկրտված չեն, խնդրում եմ մի մոտեցեք։ Եվս մեկ հանգամանք հարազատներ ջան, խնդրում եմ երեխաներին առանձին մի ուղարկեք, թեկուզ եւ տղաներ են։ Իրենք երեխաներ են, տղամարդիկ չեն, որ առաջ։ Երեխաներին բերեք ձեզ հետ միասին, որպեսզի նաև սովորեցնեք հաղորդվել, որովհետև գալիս են բոլորովին անփորձ, չգիտեն ինչ անել։ Բերեք, գրկեք, սովորացրեք երեխաներին, թե ինչպես պիտի հաղորդվել։ Երկրորդը հարազատներ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, եթե սուրբ սեղանի առջև Աստծուն ընծան մատուցելու լինես և հիշես, որ քո եղբայրը քո դեմ մի բան ունի, նախ գնա նրա հետ հաշտվիր և ապա գաս և այդ ընծան կմատուցես։ Այսինքն, հարազատներ, շատ կարևոր է ապաշխարության խորհուրդը։ Եվ քանի որ Տեր Հիսուս Քրիստոս հորդորում է մեզ, հրամայում է ապաշխարել մինչև Աստծու հետ հաղորդվելը, ուրեմն եկեղեցին ինչ է անում։ Խոստովանության կարգ է կատարում պատարագի սուրբ հաղորդությունից առաջ, բայց նկատի պիտի ունենանք, որ մենք հաշտ ու խաղաղ պիտի գանք եւ մարդկանց հետ խաղաղություն կնքած պիտի գանք։ Եթե գիտես, որ քո եղբայրը քո դեմ բան ունի, գնա, նախ ներում խնդրիր նրանից, ապա գնաս և կհաղորդես։ Եվ գիտենք հարազատներ ջան, որ պատարագը ներողամտության, ողորմատության խորհուրդ է։ Այսինքն, ինչպես Աստված մեզ ներում և ողորմում է և կյանք է տալիս, նույնպես մենք միմյանց պիտի ներենք և շատ անգամ ասել ենք սրա մասին հարազատներ, եթե չենք կարողանում, խնդրենք Աստված կտա մեզ ներելու կարողությունը, ուստի ասենք մեր մտքում, այո, ներում եմ, կամենում եմ ներել, ողորմիր ինձ Աստված։ Սիրելի հարազատներ, և եկեղեցին ունի գործնական անմարդության հետ կապված օրենք, որ վերաբերում է կանանց և նաև տղամարդկանց, կանանց վերաբերող հանգամանքը ներողություն դաշտանային ցիկլն է։ Այսինքն այդ օրերի արնահոսությամբ չի կարելի մոտենալ սուրբ հաղորդության։ Նաև հարազատներ սուրբ հաղորդությունից առաջ, որովհետև ասացի նաև տղամարդկանց, ուրեմն ամբողջային հարաբերությունների մեջ չպիտի լինի։ Մինչև հաղորդվելը, այսինքն նախորդող գիշերը։ Լավ հարազատներ։ Այս բաներն ասում ենք մեզ, թե պետք իհարկե ոնց ասել։ Այսպես հայտարարել մի քիչ տգեղ է, բայց դիպված է ասել, լավ հարազատներ։ Եվ ուրեմն ապաշխարության խորհրդի մեջ մտնում է նաև հատկապես պահքը։ Եվ մենք պահեցողությամբ ենք գալիս և հաղորդվում ենք, այսինքն սովորաբար այսպես է, ուրեմն նախորդ օրը սկսած ժամը 5-ից կամ 6-ից, 7-ից 8-ից էլ, ոմանք էլ կես գիշերից, այսինքն երեկոյան կամ կես գիշերին, այլևս հաց չեն ուտում, գիշերը հաց չեն ուտում, առավոտյան էլ հաց չեն ուտում և ջուր չեն խմում, եթե հիվանդություն չկա, և գալիս ենք պատարագին հաղորդվում են։ Ինչ վերաբերում է ճրագալույցին հարազատներ։ Նրանք, ովքեր հիվանդություն ունեն, ներվում են չեն կարող սոված մնալ ամբողջ օրը, կարող են սուրբ հաղորդությունից 4 ժամ առաջ այլևս հաց չուտել, բայց մինչև այդ կարող են ուտել։ Բայց սա վերաբերում է նրանց, ովքեր առողջապես թույլ են, իսկ ոմանք կարող են երիտասարդները հատկապես, նույնպես կես գիշերից խնդրել։ Դուք սովորել կես գիշերից, հիմա ես գիշերից սկսած, այսինքն ամբողջ գիշեր, ոչ ասել
այսպես տեսնում եք, որ վրաս այսպես հալկա է, իմացել եմ, չէ, այսինք կարողանանք եթե կարողանանք, եթե իհարկե ակուր։ Եվ երեխաների վերաբերյալ, 10 տարեկանից սկսած այս ամենը, դա